Իրանք առացիելի հետևորդներ սկսենք արդեն մայիսի առաջին օրվանից, ամսի 1-ին օրը բարդ դիրքերով ենք սկսում, երեկոյան ժամերին է լինելու, բայց միևնույն է, լուսինը կարճի կենդանակերպում արևի հետ, լուսինին չի արև, լուսին կանգնում են իրար դեմ դիմաց, 11 աստիճան 21 րոպե կարճի կենդանակերպում եւ դե արև բնականաբար ցլում, բարդ դիրքեր, որը կխանգարի ֆինանսաբանկային այդ գործարքները կատարելու, մանավանդ թող ուշադիր լինեն, այստեղ տեսնենք կարիցու, առյուծ եւ ջրհոս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ։ Անցնում ենք առաջ, տեսնենք հաջորդ օրը ինչ վիճակ է, ասեմ, որ ցերեկվա 12-ի դրությամբ են հաշվարկները կատարվում, որպեսզի մարդիկ հենց այդ ժամերի դրությամբ կարողանան իրենց գործարքները կատարել։ Հաջորդ օրը մենք տեսնում ենք արդեն իսկ լուսինը անցած է, բայց բարդություններ կան, կօգնող հանգամանք Յուպիտերը խեցգետնում, լուսինը կարճում, արդեն կտակի հետ կապված հարցերը, տան արքու վաճառքի հետ կապված հարցերը ավելի դրական ընթացք կարող են ստանալ, հնարավոր է գաղտնիքներ բացահայտեն, գաղտնիքները կլինեն ֆինանսների, ժառանգության հետ կապված հարցերում եւ բարդ է լինել, նորից եմ ասում, ցուլ կարիճ, ջրհոս եւ առյուծ այդ ֆիքսված խաչի համար։ Հաջորդ օրն ենք դիտարկում, լուսինը աղեղնավորի կենդանակերպում ամսի 3-ին հաջորդ օրը, ունենք դրական դիրքեր խոյի հետ, լուսինը աղեղնավորում դա արտերկիրն է, միջազգային հարաբերություններ են, բուհական կրթությունն է, միջավայրն է, օտար երկրաճանապարհորդություններն են, թող զգուշ լինեն աղեղնավոր եւ երկորյա կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները եւ նաեւ ձկներ եւ կույս, Ուրանը անսպասելի իրադարձություններ, շրջադարձներ կարող են լինել արտերկրում, իսկ դրական դիրքերը լուսինը Նեպտունի հետ խոյում կտա հնարավորություններ օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածներին արտերկրում ինքնա արտահայտվելու այդ գործերը առաջ գցելու մեզ մոտ տեսնում ենք հաջորդ օրը լուսինը աղեղնավորում Մարսի հետ տրիգոնը հաջորդ օրը ամսի 4-ին է տալիս է նպատակների իրականացում, ակտիվ գործունեություն, ճիշտ է, լուսնից հետո է, բայց գիտեք կրակի տարիքը ակտիվություն է տալիս, նրանք ովքեր խնդիրներ ունեն, բարձրագույն կրթության հետ կապված ճանապարհորդելու համար է բարենպաստ, կրթություն ստանալու համար է բարենպաստ, ձեր դիրքերը բարելավելու, արտերկրում կարող եք այդ նոր տեղեր այցելել, Սատուրնը, Մարսը, արտասահմանյան մագնիչի մեքենաներ կարող եք ձեռք բերել, կարող եք ճանապարհորդել եւ այդ երկրները տաք երկրներն են, քանի որ լուսինը աղեղնավորում է։ Դրական օր է կրթության հետ կապված, մանավանդ օրը բարենպաստ է առյուծների